Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես մենք սկսում ենք մեր նոր եթերաշրջանը նոր տաղավարից։ Ինչպես միշտ միասին կանադառնանք ներքաղաքական եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող բոլոր հարցերին, կքննարկենք բոլոր այն իրադարձությունները, որոնք ուղղակիորեն անդրադառնում են մեր կյանքին եւ փոխում մեր հասարակական ու քաղաքական կացութաձևը։ Հարգելի հետևորդներ, մենք բոլորս ապրում ենք երկու իրականությունում՝ վիրտուալ եւ իրական։ Եվ հաճախ վիրտուալ իրականությունը գերիշխում է իրական կյանքին, ինչն էլ փոխում է ավելի շուտ, ինչն էլ անդրադառնում է բոլոր ոլորտների վրա, այդ թվում եւ հասարակական եւ քաղաքական գործընթացների։ Երբ մեղադրանք առաջադրվեց ամենայն հայոց կաթողիկոսին, սոցիալական ցանցերը պարզապես եռում էին զայրույթից, բայց փողոցը լուռ էր։ Այնինչ, հարգելի հետևորդներ, փողոցը ինչ-որ մի ամորֆ մարմին չէ, փողոցը բաղկացած է մեզանից, եւ մենք պետք է կարողանանք մեր զայրույթը, որը դրսևորում ենք սոցիալական տիրույթում, տեղափոխել նաև փողոց։ Քանի որ հաճախ մենք մեր ողջ մտածածը, մեր ողջ զայրույթը, ողջ էներգիան սպառելով սոցիալական տիրույթում, ինքներս մեզ խաբում ենք ու սոցիալական ներողություն, սոցիալական էջերը, վիրտուալ տիրույթը շփոթում իրականության հետ։ Ահա հենց այդ բաժանարար գծի վրա էլ խաղում է Նիկոլ Փաշինյանը։ Քանի որ նա շատ լավ է գիտակցում, որ եթե չկա հանրային լուրջ դժգոհություն փողոցում, ապա սոցիալական ցանցերը նրա համար առանձնապես մեծ վտանգ չեն ներկայացնում։ Մինչդեռ իրականում, հարգելի հետևորդներ, Նիկոլ Փաշինյանը պարզապես սարսափում է հանրային դժգոհությունից, պարզապես սարսափում է հանրային կոնսոլիդացիայից, պարզապես սարսափում է փողոցային պայքարից, պարզապես սարսափում է ժողովրդի այն ցասումից, որը կարող է սրբել իր ճանապարհին ամեն ինչ։ Խնդրում եմ 2018 թվականը չշփոթել ժողովրդական լուրջ ցածման հետ։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ է գիտակցում, ավելի շուտ շատ լավ գիտի, որ 2018 թվականի իրադարձությունները պայմանավորված էին նաև արտաքին գործոնով։ Մինչդեռ մենք չպետք է ապավինենք արտաքին գործոնին։ Մենք մեր զայրույթը պետք է գեներացնենք փողոցում։ Եթե մենք ուզում ենք կասեցնել Նիկոլ Փաշինյանի ազգակործան ծրագրերը, եթե մենք ուզում ենք կասեցնել Նիկոլ Փաշինյանի պետականակործան գործունեությունը, եթե մենք ուզում ենք հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, ապա ելի եմ շեշտում, այն ողջ զայրույթը, որը որ մենք դրսևորում ենք սոցիալական ցանցերում, պետք է տեղափոխենք փողոց։ Այն քննիչը, որը մեղադրանք առաջադրեց վեհափառին, վստահ եմ, որ դեռ երեկ նա համբուրում էր վեհափառի աջը, սակայն այսօր գնաց այդ քայլին, քանի որ չտեսավ հանրային լուրջ դժգոհություն փողոցում, չտեսավ հանրային լուրջ հակազդեցություն եւ նա ընտրեց վախը Նիկոլ Փաշինյանի հրամանները չկատարելու նկատմամբ։ Հարգելի հետևորդներ, եթե վաղը Աստված մի օր ասե կալանավորեն վեհափառին, ապա մեծ է վտանգը, որ մենք նորից բավարարվենք սոցիալական տիրույթում, վիրտուալ տիրույթում մեր ցասումը արտահայտելուց։ Ինչը ամենևին բավարար չէ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին խանգարի իր գործունեությունը ծավալելու համար։
Հարգելի հետևորդներ, երբ Նիկոլ Փաշինյանը որևէ բան է ասում, մենք սկզբնական շրջանում դրան մոտենում ենք մեկս ծաղրանքով, մեկս քննադատությամբ, մեկս վիրավորանքով, մյուսը արհամարանքով, սակայն լուրջ ուշադրություն չենք դարձնում նրա ասածներին։ Այնինչ նա երբեք ոչինչ հենց այնպես չի ասում։ Նա իր ասած յուրաքանչյուր խոսք կարճ ժամանակ անց վերածում է գործի։ Ընդ որում խիստ հետևողականորեն ու նպատակասլաց։ Երբ նա ժամանակին կեղծ հակադրություն առաջացրեց Արարատ եւ Արագած լեռան մեջ, ապա մենք լուրջ չընդունեցինք դա։ Տպավորություն էր, թե հայ ժողովուրդը ըստ արժանվում չի գնահատում Արագած լեռան նշանակությունը, արժեքը, կարևորությունը եւ այլն, սակայն դա այդպես չի։ Այդ չգնահատելը առաջացրեց հենց Նիկոլ Փաշինյանը։ Նպատակը մեկն էր, որպեսզի Արարատ լեռը ջնջի մեր պատմական հիշողությունից։ Ճիշտ այդպես նա կեղծ հակասություն առաջադրեց պատմական եւ իրական Հայաստանների միջև։ Էլի մենք չգնահատեցինք այն ինչպես պետք էր, սակայն շատ կարճ ժամանակ անց հայտնվեցին ինչ-որ մի մանկավարժներ, որոնք ամբողջովին պաշտպանեցին Նիկոլ Փաշինյանի այդ կեղծ հակասությունը ու ստացվեց, որ իրականում կա երկու Հայաստան, պատմական եւ իրական։ Եվ մենք պետք է հրաժարվենք մեր պատմական Հայաստանից։ Այնինչ նման երկու Հայաստաններ գոյություն չունի, կա մեկ Հայաստան։ Եվ այսօրվա Հայաստանը պատմական Հայաստանի ուղիղ շարունակությունն է։ Եթե չլիներ պատմական Հայաստանը, չէր լինի նաև այսօրվա Հայաստանը։ Հարգելի հետևորդներ, դիցուք 50 տարեկան մարդը չի ծնվում միանգամից 50 տարեկան։ Նա ունենում է կենսագրություն, եւ հենց այդ կենսագրության արդյունքում էլ ձևավորվում է իր ներկան։ Սակայն ո՞րն էր այդ հակասության, արհեստական հակասության նպատակը, որը առաջադրեց, ստեղծեց Նիկոլ Փաշինյանը, որպեսզի իր իրական Հայաստան գաղափարախոսությունից դուրս մղի մեր ազգային արժեքները, դուրս մղի մեր ազգային նպատակներն ու երազանքները, դուրս մղի մեր պատմական հիշողությունը, դուրս մղի մեր ազգային ինքնությունը եւ իր այդ իրական Հայաստան գաղափարախոսությանը տա իրավական ուժ, այսինքն ամրագրի սահմանադրորեն։ Հարգելի հետևորդներ, միայն անասունն է զուրկ լինում արժեքներից, միայն անասունն է զուրկ լինում հիշողությունից եւ միայն անասունն է զուրկ լինում երազանքներից ու նպատակներից։ Անասունի համար այո չկա հայրենիք, անասունի համար կա խոտ, որտեղ որ կա առատ խոտ կամ առատ կեր, դա անասունի կողմից կարող է ընկալվել որպես հայրենիք։ Եվ Նիկոլ Փաշինյանը անթաքույց փորձում է հայ ժողովրդից կերտել ինչ-որ մի սպառողական զանգված, որի միակ նպատակը ուտելն է։ Եվ նա չի թաքցնում, էլի եմ շեշտում։ Ասում է, այստեղ հաց, այստեղ կաց։ Եվ այստեղ հաց, այստեղ կաց ձևակերպումը զուրկ է որևէ արժեքից եւ որևէ նպատակից։ Այստեղ հաց, այստեղ կացը նույն անասունի խոտի տրամաբանության այլափոխված տարբերակներից մեկն է։ Մենք իդեպ նույն ձևով նա վարվեց Արցախի հետ։ Նույն ձևով նա վարվեց հայոց ցեղասպանության հետ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի համար չկա որևէ ազգային արժեք եւ չկա որևէ պատմական հիշողություն։ Հարգելի հետևորդներ, երբ նա ժամանակին խոսեց ընտանիքի մասին, պատասխանելով ինչ-որ մի վիրտուալ հարցադրման, թե արդյոք ինքը նա
թե արդյոք ինքը զաքսավորված է, թե ամուսնացել է Աստծո խորանի առջև, նա պատասխանեց, որ ինքը ոչ զաքսավորված է, ոչ էլ կանգնել է Աստծո խորանի առջև։ Հարգելի հետևորդներ, հավատացեք, չկա նման հարցադրում անող։ Այդ հարցման հեղինակը եւ պատասխանողը նույն մարդն է, ինքը Նիկոլ Փաշինյանն է, որովհետեւ որևէ մեկի մտքով չի անցնի 4 երեխա ունեցող մարդուն հարցնել, արդյոք դու զաքսավորված ես, թե ամուսնացել ես եկեղեցիով։ Սակայն հարց է առաջանում, ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի նպատակը։ Մեկ բարձ բան, նրա հաջորդ թիրախը հայ ավանդական ընտանիքն է, որովհետև հայ ավանդական ընտանիքը նույնպես մեր ազգային ինքնության, մեր ազգային արժեքների բաղկացուցիչ մասերից մեկն է։ Ինչպես այսօր թուլացնում է հայ առաքելական եկեղեցին, վաղը թուլացնելով ավանդական ընտանիքի ինստիտուտը, ևս մեկ հարված կլինի հայ ժողովրդի ինքնությանը եւ ևս մեկ քայլով կմոտենանք նրա մոգոնած իրական Հայաստան գաղափարախոսությանը, ինչ ուղերձ նա հղեց հանրությանը, որ ամենևին պարտադիր չէ, որպեսի ընտանիք կազմելուց դուք զաքսավորվեք կամ երթում տակ Աստծո խորանի առջև։ Ահա դա էր այդ կեղծ հարց ու պատասխանի իրական նպատակը։ Հարգելի հետևորդներ, այսօր Նիկոլ Փաշինյանը ուղիղ լայվով հայտարարեց, որ ավարտել է հայոց պատմության 3-րդ հատորի առաջին գիրքը, գրքի ընթերցումը շեշտում եմ իր բառերով, որովհետև այս պարագայում բառը շատ կարևոր է։ Եվ անմիջապես անցնում է 2-րդ գրքի ընթերցմանը։ Եվ հայտարարեց, որ նա սերտում է պատմության դասերը, որի վրա էլ հիմնված է մեր այսօրվա զարգացող օրակարգը։ Սա աբսուրդ է, հարգելի հետևորդներ։ Դժբախտ է այն պետությունը, որի ղեկավարը ունի մակերեսային գիտելիքներ ու մակերեսային ինտելեկտ ամեն ինչի հետ կապված։ Քանի որ ընթերցել կարող են դիցուկ Դրայզերի քույր Քերին կամ Ջեք Լոնդոնի գարեհատիկ Ջոնը կամ Հյուգոյի թշվառները կամ էլ ասենք Դաստոևսկու ոճիրն ու պատիժը։ Սակայն պատմությունից դասեր քաղելու, պատմության դասերը սերտելու համար, ինչպես նա է ձևակերպում, ընթերցելը բավարար չէ։ Որպեսզի սերտեն պատմության դասերը, պետք է լուրջ հետազոտություն արվի, պետք է ուսումնասիրվի իրադարձությունների պատճառահետևանքային կապը, պետք է ընթերցվեն իր ձևակերպմամբ, ընթերցվեն տարբեր հեղինակներ, տարբեր աղբյուրներ ուսումնասիրվեն, արվեն համեմատություններ եւ նոր միայն փորձեն որոշեն, թե որն է ճիշտ, որը սխալ։ Սակայն այսպես պարզապես ընթերցմամբ պատմությունից դասեր չեն սերտում, հատկապես այն չեն ամրագրում Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում։ Սակայն ինչևէ, հարգելի հետևորդներ, ցավալիորեն մենք մշտապես արձանագրում ենք Նիկոլ Փաշինյանի քայլերը, արձանագրում ենք դրա աղետալի հետևանքները, այնուհետև փորձում կանխատեսել նրա կողմից նոր քայլեր։ Հաջորդիվ մենք նորից արձանագրում ենք մեր այն կանխատեսածը, որը արդեն իրականություն է դարձել, նորից փորձում ենք քննադատել, ավելի շուտ ոչ թե փորձում ենք, այլ նորից քննադատում ենք, նորից մեր զայրույթն ենք արտահայտում եւ անցնում ենք հաջորդ կանխատեսմանը։ Սակայն այդպես կանխատեսումների շարքով մենք ի վերջո կհասնենք նրան, որ մեզ կմնա միայն սոցիալական ցանցը, իսկ Նիկոլ Փաշինյանը կկործանի մեր ազգային ինքնությունը։ Հետևաբար, որպեսզի մենք այդ ամենի դեմն առնենք, մենք պետք է մեր
էլի եմ շեշտում, զայրույթը գեներացնենք փողոցում։ Մենք պետք է լուրջ հակազդեցություն ստեղծենք Նիկոլ Փաշինյանին։ Պետք է բողոքի լայն ալիքներ բարձրացնենք Նիկոլ Փաշինյանի դեմ։ Առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են։ Սակայն ոչինչ մեզ չի խանգարում, որպեսզի ընտրություններին պատրաստվելուն զուգահեռ նաև կոնսոլիդացնենք հանրությանը նրա հեռացման օրակարգի շուրջ։ Եվ այո, այդ կոնսոլիդացիան իր արտացոլումը ունենա փողոցում։ Հավատացեք, հարգելի հետևորդներ, եթե մենք հասնենք հանրային լուրջ կոնսոլիդացիայի, ապա Նիկոլ Փաշինյանի հեռացումը օրերի հարց կլինի։ Իդեպ, ուզում եմ անդրադառնալ նորից ընտանիքի թեմային, այն պատճառաբանությունը, որը բերում էր նա, թե իբր ինչի ինքը ծախսավորված չէ, հայտարարում էր, որ դրանով չէր ուզում վտանգի տակ դնել իր ընտանիքը եւ հասցնել իր ընտանիքին ունեզրկման։ Դա անհեթեթություն է, հարգելի հետևորդներ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը երբևէ չի եղել այն ընդդիմադիր քաղաքական գործիչը, որի դեմ օրվա իշխանությունները վարեին կենաց մահու պայքար։ Նիկոլ Փաշինյանը եղել է թերթի խմբագիր, որի թերթը կայացել է միայն ու միայն շանտաժների միջոցով։ Որպես լուրջ քաղաքական գործոն Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ընկալվել։ Եվ որևէ իշխանություն երբևէ ընդդիմադիր գործին չի ունեզրկել, նրա ընտանիքին չի զրկել տնից։ Այդ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է նման գործելավոճով առաջնորդվում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է պատրաստ մարդուն ունեզրկել միայն մեկ բառի համար։ Նիկոլ Փաշինյանն է պատրաստ մարդուն կալանավորել միայն Facebook-յան մեկ գրառման համար։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է կենաց մահու պայքար մղում յուրաքանչյուր մարդու դեմ, ով ունի ընդդիմադիր հայացքներ կամ ով ծավալում է ընդդիմադիր գործունեություն։ Եվ այս ամենը պետք է ունենա իր ավարտը, հարգելի հետևորդներ։ Եվ այս ավարտին մենք բոլորս պետք է հասնենք միասնաբար։ Եվ ձեզ ամենայն վստահությամբ ասում եմ, Նիկոլ Փաշինյանի հեռացման պարագայում այն քննիչը, որը երեք մեղադրանք առաջադրեց ամենայն հայոց կաթողիկոսին, վաղը մեղադրանք կառաջադրի նույն Նիկոլ Փաշինյանին։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։